Յուրաքանչյուր ոք կարող է կարդալ այդ ինչը հրապարակված է եւ այնտեղ սեւ սպիտակի վրա գրված է նպատակները խաղակարգավորման։ Բա մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնվելը ինչու դա չէր իրականացվում, եթե 30 տարի գալիս էինք այդ ճանապարհով։ Հիմա դա էլ հասկանալի է եւ հեշտ է ավելի մեկնաբանել։ Բանն այն է, որ ես 16 թվականի առաջարկը տեսել էի, դեռևս 20 թվականին Սամվել Բաբայանի ապրիլյանից հետո առաջարկը։ Այո, Սամվել Բաբայանի հրավերով Արցախում նա պես հրապարակային բոլոր գործիչներին հրավիրեց ծանոթանալու իր մոտ արկա այդ փաստաթղթերի հետ Հայաստանից արձագանքեցի միայն ես Համայակ Հովհաննիսյան Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահի հետ մենք միասին այցելեցինք Արցախ եւ այնտեղ այդ փաստաթղթերի հետ ծանոթացանք։ Տարիներ շարունակ ես անընդհատ հակադարձում էի Նիկոլ Փաշինյանի հրապարակային պնդումներին, որ այդ գլխավոր պնդմանը, որ խաղաղ կարգավորման նպատակն էր Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, որովհետև այդ փաստաթղթերի մեջ շատ հստակ շարադրված են նպատակները։ Նրանց համար, ովքեր որ չեն կարդացել, ես խորհուրդ եմ տալիս ինքնուրույն կարդալ, իսկ ով որ ժամանակ չունի կամ ենթադրենք մտածում է, որ այդ միջազգային հարաբերությունները շատ բարդ թեմա է եւ այնտեղ որևէ մեկի կարծիքի, այսպես ասած, վրա ուզում է հենվել, շատ պարզ գրված է 3 նպատակ խաղաղ կարգավորման։ Առաջինը վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կողք գտնվող հարակից շրջաններ։ 5+2 գնում ենք այդ։ Այո։ Երկրորդ նպատակը Արցախի կարգավիճակը որոշել հանրաքվեով։ Երրորդ նպատակը հանրաքվեն որտեղ Արցախում Լեռնային Ղարաբաղի նախկին չկա այդպեսի տող, որ Արցախում պետք է։ Հենց այդպես է ուղիղ գրված։ Արցախում այո, հենց հանրաքվե չկա այդպեսի։ Հանրաքվե գրված է, Գրված է, բայց անցկացնել Արցախում գրված է անցկացնել Արցախում։